Ողջունում եմ բոլորին, հուսամ լավ եք հայր ջան։ Այսօրվա վիդեոն մի փոքր երկար կստացվի, բայց կխնդրեմ իմ ընկերներին, հետևորդներին, ով որ տեսնում է այս վիդեոն, կիսվել, լայքել, որ բոլորին հասանելի լինի։ Ուրեմն, ինչի մասին եմ ուզում խոսել, դե այս օրերին և հետագա գալիք ամիսներին կարելի ասել թեման մեկն է ընտրություններ Հայաստանի Հանրապետությունում լինելու է կուսակցության, ղեկավարության կարելի ասել ընտրություններ, որ կուսակցական ուժը հաղթեց, նա էլ լինելու է իշխող ուժ, բայց տեսեք, 3 էր թե 3 չառաջ օր այդ մեր զևիցները համաժողով, թե ժողով ինչ մի միջոցառում էին կազմակերպել, նշանակեցին վարչապետի թեկնածուն և ընտրվեց Կարեն Կարապետյանը, չէ, Սամվել Կարապետյանը, կներեք, Կարենը աղբերն էր, Սերժի, նախկին իշխանության Սերժի մարդը, որ հիմա հարցնես, կասեն մենք իրար հետ բացարձակ կապ չունենք։ Բայց ինչևից է, ընտրվեց Սամվել Կարապետյանը վարչապետի որպես թեկնածու, բայց քանի որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի և Կիպրոսի քաղաքացի, մեր բուլկի Նարեկը հայտարարեց, որ հաղթելու դեպքում, թե հենց հաղթենք, թե հաղթած ենք, չգիտեմ իրանց այդ դուխը, այսպես ասած, ես դա եմ սիրում, արդեն իրանք լրիվ որոշել են, լրիվ գծել են, հենց հաղթեն 20 օր հետո ազգային ժողովում սահմանադրական փոփոխություն կանեն և այնպես կանեն, որ Սամվել Կարապետյանը կլինի միակ ՀՀ-ի միակ քաղաքացի, այսինքն ուրիշ պետության քաղաքացի էլ չի լինի և կլինի վարչապետ։ Այսքան ժամանակ, եթե ձեր մեջ այդ հայրենասիրությունը կար, Սամվել Կարապետյանը ինչի Հայաստանի քաղաքացի չէր, Կիպրոսի, Ռուսաստանի։ Ինքը Ռուսաստանի քաղաքացի ըլնելով, եթե դու մի երկրի քաղաքացիություն ես ընդունում, դու նաև այդ երկիրը պետք է ընդունես իր պլյուսներով և մինուսներով։ Իսկ ինչպես գիտենք, Ռուսաստանում մինուսները ոչ թե շատ են, այնքան շատ են, որ խեղդում են։ Բայց մի օր չտեսանք, որ Սամվել Կարապետյանը կամ ինչ-որ իր թիմակիցները բարձրաձայնեն խնդիր և միտինգ անեն կամ չգիտեմ բողոքի ցույց անեն, ցույց տալով, որ այս մեկը ճիշտ չի, այս մեկը սենց չի, այն մեկը հնես չի։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, խնդրանքս ձեզ, ուշադիր եղեք։ Ես առաջի հերթին կուզենամ խնդրեմ իմ ընկերներին և հետևորդներին շատ ուշադիր լինեն այս ընտրական փուլում, քարոզարշավի փուլում, այս հələ չսկսած փուլում, որ շատ լավ գիտեք նախկինների գործելաոճը, իրանք ինչ են անելու, նույն իրանց ձևով դասովկեքը, նույն իրանց ձևով կաշառքներ բաժանելը, խոստումներ տալը և տարբեր, ինչի՞ չէ նաև վախացնելով մարդկանց տանել կամ խնդրելով, չգիտեմ, այս կողմ այն կողմ, տեսանք, Էջմիածնի ես վերջերս նյութը տեղադրեցինք, տեսակ, թե ինչ լեքսիկոնի մեջ էր խոսակցությունը ու ինչի էին իրանք ընդունակ, ինչ են ուզում իրանք։ Իրանց ուզածը մեկն է, վերադառնան իշխանության, Հայաստանը նվիրեն նախկինի նման Ռուսաստանին, որպես տկար, խեղճ մի հատ երկիր, որ Ռուսաստանը ընդեից, ես միշտ ասել եմ ու էլի կասեմ, ընդեից ասի ես ձեր պապան եմ, ես ձեր հովանավորն եմ, հանկարծ մեկը շշկռվեցիք մի հատ ոտերը թարս դրեցիք, իմացեք,
Չնայած հիմա Արցախ չկա, արդեն Հայաստանի տարածքն է։ Այո, երբ որ ասում են ընդդիմադիրները Նիկոլը մնալով Հայաստանն էլ կտա Թուրքին, դա լավ իմացեք, դա հակառակ պատկերն է։ Նիկոլը գնալով, նախկին իշխանությունը գալով, այո, Հայաստանը նաև էլի կտան Թուրքին։ Կամ խեղճ ու կրակ մի հատ ահավոր մի հատ երկիր կլինի Հայաստանը։ Այսքան բան սարքել, այսքան բարեփոխումներ, այսքան այգիներ եւ բաներ ինչ է մնում նախկիններին գան ու վայելեն, գան ու վաճառեն։ Այն բերածը, հետ բերածը, լիքը պայմանագրեր, վարձակալած տարածքներ, չգիտեմ, խարդախությամբ այլ բաներ, միլիարդավոր դատարանի կողմից դրված վզներին, որ պետքա հետ վերադարձնեն պետությանը, իրանց կռիվը դա է։ 23 թվականին իդեպ ձերը կներեք, ձերը չի, այդ ընդդիմության կոչված Տաշիշ Սամոն ասում էր տնտեսապես Հայաստանը շատ լավ զարգանում է եւ ես քաղաքականություն բացարձակ ցանկություն չունեմ մտնելու, ես հիմար չեմ նման մի տես խոսակցություն։ Բայց 25 թվին արի ուտես, եթե պապա Պուտինը ասում է դու պետք է մտնես, то դու ամենայն վատ ծակն է կմտնես, որտեղ դու այդքան չկաս, որ հակառակվես։ Ուրիշ տարբերակ ստե չկա։ Սամվել Կարապետյան, որովհետև իրանք են քեզ այդ կերպարը ստեղծել են այսօրվա համար։ Մեր հայ ժողովուրդը շատ լավ այդ ամեն ինչը գիտակցում է, որ երբ պետք կլինի, կներեք քսի տան։ Ու այսօր այդ գործողությունը լինում է, այո։ Ինչ Սամվել Կարապետյան, ինչ բարերար, միլիարդների մեջ, եթե երևի ոտից գլուխ հաշվես 5-10 միլիոնի բարեգործություն այն, անկապ մարդու չեմ ասում, Սերժին ու կամ պետք եղած օղակին նվիրատվություն կամ բարեգործություն, այլ անկախ քաղաքացու բարեգործություն, եթե արածնեն, շատ միլիարդների մեջ մի 10 միլիոնի բարեգործություն անեն, թե չէ։ Սարքել են դրոշակ, Սամվել Կարապետյան, բարերար, ազգային բարերար, պրոստը մարդու ծիծաղնել է գալիս էլի, թե ոնց են մարդկանց վրա բոցեր անում, սենց ասած, ազգային բարերար, մենք չտեսանք այդ ազգային բարերարի շնորհքներն ու բանը, կավա Տաշիր տարածքում, հա, բնակավայրում ինչ-որ մի գործողություններ արել են, այստեղ։ Խնդրանքս ինչի մասին է, ընկերներ ջան, շատ երկար չխոսանք, այս միջև ընտրություններ հայել կխոսանք, հայել կշփվենք, հայել եթե հարցեր կլինեն կբարձրաձայնենք, բայց խնդրանքս իմ ընկերներին եւ հարազատներին մեկն է։ Ուշադիր լինել եւ այն մանավանդ այն տասովշիկները քուչի, փողոցի, ոնց կուզեք անվանեք այդ տասովշիկներին, եթե տենում եք ինչ-որ գործողություն են անում, խնդրում եմ, գոնե ինձ ինֆորմացիա տվեք։ Մենք պետքա թույլ չտանք, իմացեք, էսի այն ընտրությունն է, որ լինելու է։ Հայաստան լինելու կամ չլինելու։ Ես անկեղծ չեմ ուզենա Վրաստանի նույն օրինակը մեր գլխին գա։ Վրաստանն էլ տարածքներ կորցրեց, այսինքն հեղափոխություն արեցին, գնացին դեպի Եվրոպա, Ռուսաստանից ուզեցան մի ձև կտրվեն, գնացին Եվրոպա, տարածքներ կորցրեցին, պատերազմեցին Ռուսաստանի հետ եւ այսօրվա դրությամբ ցավոք սրտի նորից իշխում է Ռուսաստանը, Վրաստանը։ Այդ դա մենք պետք է թույլ չտանք։ Կլինի Տաշիշ Սամոն, չգիտեմ, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, տարբեր անուններ հավատացենք, դրանք մի մարդ են, ուրիշ մարդ չի։ Իրանք էլի համախմբվելու են, իրանց ձայները իրար վրա գումարելու են ու եթե
Աստված չարեց, իրանք հաղթեցին, իմացեք Հայաստան դա չկա։ Նախկինում ոնց եղել է, ես համոզված եմ, դրա կրկնապատի, եռապատիկ ավելի վատա լինելու։ Իսկ ես միշտ ասել եմ, 100 մետրանոց փոսից չես կարող միանգամից հայտնվես 100-րդ հարկում։ Դա ժամանակապետ, դա կամաց ամեն ինչ կարվի։ Խնդրանքս նորից իմ ընկերներին, հարազատներինս գոհ եղեք այս 3-4 ամսվա ընթացքում, եթե ինչ-որ բան նկատում եք, խնդրում եմ ձեր թեկուզ ՏԿ-ի տարածքային կառույցի մեր կուսակցական ընկերներին փոխացեք, կամ ինձ գրեք, կամ ինձ ասեք, եւ դրանց վերջը տանք։ Լինի արդար, ազնիվ ընտրություններ։ Լավ եղեք, հաջողություն։